Շարունակենք տնայինի խնդիրների քննարկումը, այս մեկը նախորդ տնայինից ենք թողել, որովհետև մի հոգի էր լուծել ու բավականին երկար ձևով թողեցի նորից տնային, որ փորձեք ավելի կարճ ձևով չէ լուծել։ Ինչ որ մեկը լուծել է կարճ։ Դավիթ, ձերքդ այս խնդրի համար թե նախորդից ամենացել։ Իջացրիր։ Դե լավ, որ չեք լուծել, եկեք ես հուշում տամ, մի քիչ էլ տենց մտածեք։ Ուրեմն նախորդ անգամ ինչ արեցինք, ասացինք հարմարության համար մետաղադրամները համարակալ ենք 1, 2, 3 Մաստեղ խնդրի հեշտ լուծումը ինչ պետքա լինի։ Պետքա լինի զուտ եռյակների ավելի հարմար ընտրություն, չէ՞։ Ավելի հարմար ձևերով ընտրենք եռյակները, որ տենց լիքը դեպքերի բաժանումներ չանենք։ Ես առաջարկում եմ սկզբից 3 հատ տարբեր եռյակներ ընտրենք։ 1, 2, 3-ը, 4, 5, 6-ը ու 7, 8, 9-ը։ Կարանք չէ, ասենք որ ամեն անգամ լույսը մեկնումեկի վրա գցել է, հələ որ մեր համար տարբերություն չկա, որի վրա է գցել, որովհետև հələ ոչ մի դեպքեր չկան, էլի։ Համարենք, որ առաջինի ժամանակ լույսը գցել է առաջինի վրա, երկրորդի ժամանակ 4-րդի վրա, երրորդի ժամանակ 7-րդի վրա։ Որովհետև տարբերություն չկա, էլի 7-նա, 8-նա, թե 9-նա, ուղղակի տեղերով կփոխենք, համարները կփոխենք, կստացվի 7-ը։ Առաջի 3 փորձերը ես ասացի, ձեզ մի 5 րոպե ժամանակ փորձեք տեսնել ոնց կարանք շարունակենք այս փորձերը, որ լուծենք։ 5 րոպե մտածեք, եթե լուծող լինի, ձեռք բարձրացրեք։ Ասա։ Ես եզրակացություն արեցի, որ եթե մեր մոտ 10 թիվ կա, 10 կոպեկ կա եւ մենք այս 3 հատ չափում ենք, եթե նա ընտրել է մեկը 4-ը կամ 7-ի վրա, ապա սրանցից հաստատ գոնե մեկը կեղծ է, որովհետեւ եթե 10-ը կեղծ լինի, ուրեմն այս 3 խմբերից որևէ մեկն էլ է կեղծ։ Սպասի մի հատ այդ մասը հստակ ասենք, բոլորդ լսեք։ Ասում է, եթե երկու հատը գիտենք, որ կեղծ է 10-ից, ուրեմն այս 9 հատից հաստատ գոնե մեկը կեղծ է։ Համաձայն եք այդ բնդման հետ։ Որտեվ եթե թեկուզ 10-ն է կեղծը, մեկը սրանցից մի հատը հաստատ կեղծ լինելու է։ Դրանից հետո ասում է, չէ, դրանից հետո հələ որ չէր ասում, ասա։ Դրանից հետո մենք այս 1-ը 4-ը ու 7-ը կչափենք, դե պարզա, որի վրա գցեց, էդի կեղծ է լինում, Խիա պարզ։ որովհետև սրանցից մեկը պարտադիր կեղծ էր։ Տեսեք, քանի որ այս 3 խմբից մեկն ու մեկում հաստատ գոնե մի հատը կեղծ է, ու եթե կեղծ լինում է, ինքը լույսը հաստատ գցում է կեղծի վրա։ Եթե լույսը այս 3 հատի վրա է գցել, ուրեմն այդ 3 հատից մեկն ու մեկը հաստատ կեղծ է։ Ու հետո եթե 3 հատը իրար հետ փորձեցինք, ուրեմն միարժեքորեն ստացանք, որ մեկը կեղծ է լինելու։ Բայց մենք հələ հաստատ չենք ասենք, որ 10-ն է երկրորդ կեղծը, բայց մենք բալանսում մեզ մնում է նաև վերջին չափումը, եւ այդ վերջին չափումը մենք հասկանում ենք չափելով 4 Սպասի, վերջին չէ, մեզ 6 հատ փորձ է պետք, հələ որ 4 հատ ենք արել, այսինքն հələ 2 հատ չափում ենք, կարանք անենք։ Հա, այնուհետև մենք կանենք 4-ը, 7-ը եւ 10-ը։ Բա վերջինը։ Սրանցից կարող է կարող է սրանցից չէ, սրանցից որի վրա էլ գցի, նա կեղծը կլինի։ Այդ դեպքում 5 փորձը հերիք կլիներ, բայց դες կարող է իրականում այս 3 հատից ոչ մեկն էլ կեղծը չի։ Դա չի կարող լինի։ Կարա, օրինակ այն դեպքում, երբ որ երկրորդը կեղծ էր։ Եթե երկրորդը, դերում է երկրորդը կլիներ այդ բանի փոխարեն։ Նա, եթե համ առաջինն է կեղծ, համ երկրորդը, ինքը կեղծերից մեկն ու մեկի վրա է գցում, չէ՞։ Այս հիմա առաջինի վրա է գցել, երկրորդի մասին հələ որ ինֆորմացիա չունես, էլի։ Ուրեմն 4 քայլից հետո էլ չգիտենք ինչ անենք։ Չէ, այս կշռումը, այս փորձը դել է ճիշտ, ուղղակի պետք է հասկանալ, նայեք, եկեք ստեղ մի բան հասկանանք, որ մեկը ստացել ենք կեղծ է, այդ նշանակում է, որ 4, 5, 6 ու 7, 8, 9-ի մեջ յուրաքանչյուրի մեջ մաքսիմում մի հատնա, չէ, կեղծ։ Չի կարա ստեղի մեջ երկու հատը կեղծ լինի, որովհետև մի հատ ստեղ արդեն կեղծը գտել ենք։ Եթե ստեղ թեկուզ մի հատի կեղծ կա ու լույսը գցել է 4-ի վրա, կարանք արդյոք ստեղից պնդենք, որ
համ 5-ը, համ 6-ը կեղծ չեն։ Որտեվ չէր կարա օրինակ 5 լիներ կեղծ, բայց լույսը ընկներ 4-ի վրա։ Ճիշտ է։ Լրիվ նույն ձևով կարանք այս մյուս խմբում ասենք, որ 8-ն ու 9-ը կեղծ չեն, իրական են։ Ուրեմն ովքեր մնացին մեր թեկնածուները պոտենցիալ կեղծ լինելու։ 2-ը, 3-ը, 4-ը, 7-ը, 10-ը։ Այդ այսքան փորձանելուց հետո էլի։ Հետո Միքայելը ասում է կշռենք 4-ը, 7-ը, 10-ը։ Եթե Նրանցից լույսը եթե մեկը ինչ որ տա, այդ մնացած թիվն էլ կկշռենք այդ 2-ու 3-ի հետ։ ճիշտ է։ Մա ասում է եթե լույսը գցեց ենթադրենք էական չի 7-ի վրա, վերցնենք 7-ը ու 2-ը 3-ը։ Եթե նորից գցեց 7-ի վրա, ուրեմն 7-ը հաստատ կեղծ է, չէ՞։ Որովհետև այսքանի մեջ մնացել է ընդամենը մի հատիկ կեղծ, ու երկու փորձ են կարել, երկուսի ժամանակ էլ 7-ի վրա է գցել, ուրիշի վրա չի գցել։ Նշանակում է 4-ը, 10-ը, 2-ը, 3-ը իրական են, իսկ 7-ը կեղծ է։ Իսկ եթե առաջի անգամ գցեց 7-ի վրա, երկրորդ անգամ գցեց օրինակ 2-ի վրա, այս դեպքում ինչ կարանք եզրակացնենք։ Որ 2-ն է կեղծ։ Ստեղից կարանք եզրակացնենք, որ 7-ը կեղծ չի, որովհետև եթե 7-ը կեղծ լիներ, ստեղ նորից լույսը իր վրա կընկներ։ Այդտեղից կեզրակացնենք, որ 7-ը կեղծ չի, իրական է, ուրեմն ստեղ էլ է ինքը իրական, ուրեմն այս երկու հատն էլ են իրական, չէ՞։ Որտեվ եթե մեկն ու մեկը կեղծ լիներ, լույսը այդ կեղծի վրա կընկներ, էլի, ոչ թե 7-ի վրա։ Իսկ այն 4-ը, 7-ը, 10-ը ստացանք իրական, ուստեղ լույսը ընկել է 2-ի վրա, ուրեմն 2-ը հենց այդ տակի մնացած միակ կեղծն է։ Բայց ընկեր Նարեկ, մենք ինչից կարող ենք ենթադրենք, որ այս 5-ն ու 6-ն ու 8-ն ու 9-ը կեղծ չեն։ Այ, մենք այս 4 հատ փորձը արեցինք ու գտանք, որ մեկը կեղծն է, չէ՞։ Մենք այս 4 հատ փորձից հետո նոր եզրակացնում ենք, որ սրանք իրական են։ Իսկ այդ ոնց ենք անում։ Ասում ենք, որ այս խմբում հաստատ 2-ից մեկից ավել կեղծ չկա, չէ՞։ Որովհետև մի հատ կեղծը մենք արդեն գտել ենք, ընդհանուր 2 հատ կեղծ կա, նշանակում այս խմբի մեջ մաքսիմում մի հատ է կեղծ։ Ենթադրում ենք, որ ինչ որ վրա ընկել է, դա կեղծ է։ Եթե կեղծ կա սրանց մեջ, ուրեմն հենց այդ է, որի վրա որ ընկել է լույսը։ Հա։ Ուրեմն այս երկուսը հաստատ իրական են։ Նույնձև այս երկուսը, քանի որ իրանց վրա լույս չի ընկել, իսկ սրա վրա ընկել է, նշանակում է ինքը չէր կարա էլի կեղծ լիներ։ Որտեվ եթե կեղծ լիներ, լույսը իր վրա կընկներ։ Ուրեմն տեղից 5, 6, 8, 9 ստացանք իրական, 1-ը ստացանք կեղծ, մնաց այս 5 հատ անհստակը։ Առաջի կշռումը փորձը անում ենք 4, 7, 10, հետո որի վրա որ լույսը գցեց, էդի անում ենք 2-ի ու 3-ի հետ։ Ստեղ 7-ը լրիվ պատահական եմ, էլի վերցրել, կարայի փոխարենը 10 գրեի, կարայի փոխարենը 4 գրեի։ Եթե 10-ի վրա գցեր, ստեղ 10-ը կգրեինք, եթե 4-ի վրա գցեր, ստեղ 4-ը կգրեինք, ոչ մի տարբերություն չէր լինի։ Պատկերացրիք։ Այսինքն այս Միքայելը նախորդ դասին, որ փորձում էր լուծումը ասեր, հասկացանք, որ ինչ-որ չափից դուրս շատ լիքը դեպքեր է, չէ՞ ասելու։ Իսկ մեր ասացի մեջ, այս նորվա ասացի մեջ, առաջի 3 հատ կշռումը ընդհանրապես դեպքերի չէինք բաժանում։ Հետո առանց ընդհանրությունը խախտելու ենթադրեցինք, որ 1-ի 4-ի 7-ի վրա է ընկել լույսը, որովհետև ոչ մի տարբերություն չկա, չէ՞, սրանց մեջ հələ որ 1, 4, 7-ը էլի ոչ մի դեպքերի չբաժանեցինք։ Հետո ասացինք դրանցից ընկելա 1-ի վրա, որովհետև տարբերություն չկա, պես բայն մեր համար 1-ը, 4-ը, թե 7-ը բոլորը ինչ որ նմանատիպ համարժեք իրավիճակում են։ Այսինքն ստեղ էլ դեպքերի բաժանում չարեցինք, մենակ այս վերջին քայլը անելուց մենակ այս 7-ն էր, էլի որ բան արեցինք, դեպքի բաժանում արեցինք։ Այսինքն ստեղ 4, 7, 10, ստեղ մենակ բանը այն էր, որ գրում ենք ստեղ n թիվը, որի վրա նախորդ անգամ լույս է ընկել։ Ոչ սելակը հակառակ։ Ստեղից որի վրա լույս է ընկել բերում դնում ենք ստե ու փորձ ենք անում այդ դրա ու 2-ի 3-ի հետ։ Հասկանալի էր։ Ինքը հեշտ խնդիր չէր։ Նորմալ է, որ չեք լուծել, բայց պետք է հասկանաք, էլի, լուծումը։ Եթե հարցեր են մնում, ասեք։ Չկան։
Ուրեմն անցանք առաջ։ Միլենա, կասես։ Հնարավոր է արդյոք 1-ից 8 թվեր դասավորել այս 9 վանդակներում այնպես, որ բոլոր թվերն օգտագործվեն և յուրաքանչյուր տողում և յուրաքանչյուր սյունակում թվերի գումարը լինի 13։ Միայն մեկ թիվ պիտի գրվի 2 անգամ, մնացած թվերը մեկական անգամ։ Ես գրել եմ առաջ տողում 8, 2, 3, հետո 1, 5, 7, 4, 6, 3։ Ստուգենք։ Ստեղ 13, 13, 13, ճիշտ է։ 13, 13, 13, ճիշտ է։ Դավիթ Գալիկյանը գրել է 8, 4, 1, 2, 6, 5։ Հա, նույն օրինակն է Դավիթ, իրականում։ Ուղղակի քո ասածը, քո ասածը ստեղ ոնց որ վերցրել իրան շրջել ես ու այս 8, 2, 3-ը ու 1, 5, 7-ը այս կողմ տարել, 8, 2, 3-ը այս կողմ տարել, 4, 6, 3-ը այս կողմ տարել, սենց մի քիչ տեղափոխել ես իրան։ Եկեք մի հատ հասկանանք, որ իրականում տողերն ու սյուները ոնց էլ տեղերով փոխենք, մեկը այդ հատկությունը չի խախտվելու։ Այդ բարձր, որովհետև եթե այս սյունում գումարը ճիշտ է, այս սյունը կապ չունի, էլի, իրան աջ կտանենք, ձախ կտանենք, մեկը այդ հատկությունը ճիշտ է մնալու, գումարը 13 է։ Նույնձև այս սյունը, եթե գումարը 13 է, ուր տանես գումարը 13 է, իսկ սյուները շարժելուց խի տողերի գումարը չի փոխվում, որովհետև ուղղակի տողումը ոչ մի բան չի փոխվում։ Ասենք, եթե այս սյուները տեղափոխեցիր, առաջի տողը 4, 6, 3 էր, դառնալու է 4, 3, 6։ Մեկը տողը նույնը մնաց, տեղերը փոխված, էլի։ Հարցեր։ Իսկն այս մի օրինակի հիման վրա կարանք սենց լիքը տեղափոխություններ անելով լիքը տենց առաջի հայացքից տարբեր օրինակներ ստանանք, բայց իրականում նույն օրինակներն են, էլի, կոպիտ ասած։ Բայց այս խնդրի հետ կապված մի հատ էլ ուրիշ բան եմ ուզում քննարկենք։ Միլենա, օրինակ դու ոնց ես հասկացել, որ 3-ը պետք է 2 անգամ գրվի։ Ուղղակի փորձել ես տենց կպել, հա։ Բանել, որ եթե մենք այնպես եկա, որ օրինակ 7-ի հետ ընկնի, այնպեսի թե որ 13 ստացվի, այդ միայն 6-ն է, ու 6-ը բաժանում ենք 2 մասի, ստացվում է 3, ու ես այդպես, որ 3, 2 հատ 3 գրվի։ Ես իմ այդ տրամաբանությունը ես չհասկացա ինչ կապ ուներ խնդրի սյուների գումարների հետ։ Ոնց ինչ որ ֆոկուս անել 3-ը ստանալ, էլի, այդպես տուգավորություններ։ Բայց լավ, հələ եկեք մի հատ մանրամասն իրար հետ հասկանանք, որ տեսնենք, որ կարելի է ի սկզբանե հասկանալ, որ լրացուցիչ թիվը 3-ն է լինելու։ Գիտենք, որ առաջին տողում թվերի գումարը պետք է լինի 13, ճիշտ է։ Նույնը երկրորդ տողում, նույնը երրորդ տողում։ Ուրեմն ընդհանուր աղյուսակի թվերի գումարը ինչքան է ստացվելու։ 13 է սրանց գումարը, գումարում ենք սրանց գումարը էլի 13, գումարած սրանց գումարը 13։ Ուրեմն աղյուսակի բոլոր թվերի գումարը պետք է ստացվի 39։ Համաձայն եք։ Ու ասում եմ, որ պետք է գրենք 1-ից 8 թվերը, այսինքն 1 + 2 + 3 + 4 + 5 + 6 + 7 + 8 + մի հատ էլ ինչ-որ անհայտ թիվ։ Այս 1-ից 8 թվերի գումարը ստացվում է, քանի որ 36, ուրեմն այս 39-ը ստացվում է 36-ին գումարած մեր այդ անհայտ թիվն է։ Ուրեմն անհայտ թիվը ուզած 3 է լինելու։ Հասկացաք։ Այո։ Այս տրամաբանությունը շատ օգտակար տրամաբանություն է, որ եթե սենց ինչ-որ իրավիճակ ունես, պայման գիտես սյան աղյուսակի տողերի հետ կապված, այդ աղյուսակի տողերի հետ կապված պայմանից եզրակացություն ես անում ամբողջ աղյուսակի հետ կապված, ու հետո օգտագործում ես մյուս պայմանը, ինչ որ լավ բան ես ստանում, էլի։ Իսկն ամբողջ տախտակի
գումար դիտարկելը տենց հաճախ հանդիպող շատ օգտակար գաղափար է։ Կամ մեկ-մեկ խնդիրներում հանդիպում է, որ ըստ տողերի ենք մի հատ գումարը նայում, հետո էլ մի հատ ըստ սյուների ենք գումարը նայում։ Օրինակ, եթե ասեր, որ տողերում գումարները իրար հավասար են, չէ, որ ասեր ցանկացած տողում գումարը 13 է, իսկ ցանկացած սյունում գումարները իրար հավասար են։ Այդ դեպքում սյուներում գումարը ինչքան պետք է լինեին։ Էլի 13, չէ՞։ Որովհետև ընդհանուր գումարը ստացանք, որ 39 է, ըստ տողերի։ Հիմա եթե ըստ սյուների էլ գիտենք, որ պետք է հավասար լինի, նշանակում է այս 39-ը պետք է բաժանենք 3 հավասար մասի։ Ուրեմն յուրաքանչյուրի գումարը պետք է լիներ 13, 13, 13։ Էդ էլ է, էլի հաճախ պետք է լիս մի հատ ըստ տողերի նայենք, մի հատ ըստ սյուների նայենք, կամ մի հատ ըստ տողերի նայենք, մի հատ ամբողջ աղյուսակը նայենք։ Հենց տրամաբանություններ հաճախ փորձեք փնտրել այս տիպի խնդիրներում։ Անցնենք առաջ։ Գտեք երկու հաջորդական թվեր, որոնցից յուրաքանչյուրի թվանշանների գումարը բաժանվում է 17-ի։ Չկա լուծող։ Լավ, եկեք ես մի քիչ իրար հետ մտածենք, տեսնենք, թե ընդհանրապես ոնց է փոխվում թվի թվանշանների գումարը, եթե թիվը մեկով մեծացնում ենք։ Օրինակ 27-ի թվանշանների գումարը ինչքան է։ 9, չէ՞։ Եթե մեկով մեծացրինք 28, թվանշանների գումարն էլ մեկով մեծացավ։ Ճիշտ է։ Եթե ունենք 137, սրա գումարը 157, սրա գումարը 13 է։ Մեկով մեծացրինք 158, գումարը դառավ 14։ Թվում է, թե որ թիվը մեկով մեծացնում ենք, թվանշանների գումարը էլի մեկով մեծանում է։ Բայց այդ օրինաչափությունը կարող խախտվի այն դեպքերում, երբ որ թիվը մեկով մեծացնելուց ոչ միայն փոխվում է իր վերջի թվանշանի արժեքը, տեսեք, այստեղ վերջի սկզբի թվանշանները նույնը մնացին, վերջի թվանշանը մեկով մեծացավ, ուրեմն պարզա, որ գումարը մեկով կմեծանա։ Իսկ որպեսզի գումարը մեկով չմեծանա, այլ ուրիշ ձև փոխվի, ուրեմն պետք է բացի վերջի թվանշանից նախորդն էլ փոխվի, չէ՞։ Իսկ այդ օրինակ ինչ դեպքում կարող լինի։ Օրինակ, երբ որ նայենք 19-ը, իր թվանշանների գումարը 10 է, բայց հենց գումարից 1 դառավ 20, թվանշանների գումարը դարձավ 2։ Այսինքն 8-ով փոքրացավ։ Ուրիշ օրինակ, որ վերցնենք 149, թվանշանների գումարը 14 է, 150 սարքեցինք, կդառնա 6, էլի 8-ով փոքրացավ, չէ՞։ Տեսեք, ստեղից այդ օրինաչափությունը նկատվում է, որ երբ որ թիվը վերջանում է 9-ով, գումարում ենք 1, իր վերջի թվանշանը 9-ով փոքրանում է, իսկ նախավերջինը 1-ով մեծանում է։ Ուրեմն թվանշանների գումարը լինում է այս 9-ով փոքրացածը -9, մի հատ էլ 1-ով մեծացածը +1, այսինքն -9 + 1, որը -8 է։ Բայց ամեն դեպքում -8-ն էլ մեզ չի փրկում էլի իրավիճակը, եթե ինչ-որ թիվ բաժանվում է 17-ի, իրանից հանես 8 չի կարա էլի բաժանվի 17-ի։ Նշանակում է պետք է ուրիշ բան նայենք։ Եկեք երկու հատ 9 նայենք։ 99, 18 է, չէ՞, իր թվանշանների գումարը։ Հենց 1 գումարենք, դառնա 100, թվանշանների գումարն էլ կդառնա 1։ Ինչքանով փոխվեց։ -17-ով։ Թող լինի 3699։ Սա թվանշանների գումարը լինում է 9 + 9 + 9 27։ Հենց գումարենք 1 կդառնա 3700։ Այս 2 հատ 9 կդառնան 2 հատ 0-ներ, սրանց պատճառով 18-ով պետքա փոքրանար, չէ՞։ Բայց 18-ով փոքրանալուց բացի մի հատ էլ 1-ով մեծանում է։ Այսինքն լինում է -18 + 1, ուրեմն 17-ով կփոքրանա, դարձավ 10։ Հասկանալի է արդեն գաղափարը։ Խնդիրն էլ ասում էր, որ հենց 17-ի բաժանվեն, չէ՞։ Եթե սրա թվանշանների գումարը բաժանվի 17-ի, ու 1-ով մեծացնենք 17-ով փոքրանա, էլի կբաժանվի 17-ի։ Այսինքն ձեր խնդիրը մնում է այս. գտեք 99-ով վերջացող
նենց թիվ, որի թվանշանների գումարը բաժանվում է 17-ի։ Բայց մի հատ էլ սենց օրինակ տանք։ Եթե լիներ 999, սա 27-ը, բայց որ մեկով մեծացնենք կդառնա 1000, կդառնա 1 թվանշանների գումարը, այսինքն կփոքրանա 26-ով։ Ուրեմն մեր խնդիրը հենց ուղիղ 2 հատ 9-ով վերջացող գտնելն է, որտեվ եթե 3 հատ 9-ով վերջանա, արդեն մեր ուզածը չի ստացվի, էլի։ Պետք է հենց ճիշտ 2 հատ 9-ով վերջացող թիվ գտնենք, որի թվանշանների գումարը բաժանվում է 17-ի։ Թերեզակ, ասես, ինչ օրինակ գտար, եթե դրա համար էստեղ բարձրացրել։ Դե ես օրինակ չգտա, մի հատ հարց էի ուզում ուղղակի տալ, որ ավարտվում է 2-9-ով, իրանց գումարը արդեն 18 չի, էլ 17 ոնց պիտի լինի։ Չէ, ոչ թե պետքա լինի հենց 17, այլ պետքա բաժանվի 17-ի։ Այսինքն կարա 34 լինի օրինակ։ Հա։ Մեզ ասում է գտեք 2 հաջորդական թիվ, որոնցից յուրաքանչյուրի թվանշանների գումարը բաժանվում է 17-ի, ոչ թե հենց 17-է։ Լավ, մերսի։ Միլենան ճիշտ օրինակ գրել է, բայց էլի օրինակներ կան։ Հավայի ինձ անձնականով է գրել, ինձ որ չեք տեսնում մեկը։ Ես որ մի քիչ էլ մտածեք, փորձեք գտնենք օրինակ։ Միլենայի գտած օրինակը գրենք 7, չէ, ոնց որ 97 99։ Սա թվանշանների գումարը 3 հատ 9 27 պլյուս մի հատ 7 34, չէ։ Հենց մեկով մեծացրինք դառնում է 9800։ Սրա թվանշանների գումարը լինում է 17։ Ուրեմն համ սա բաժանվեց 17-ի, համ սա բաժանվեց 17-ի։ Մի հատ էլ ուրիշ օրինակ 8899։ Էլի 34-ը, էլի որ մեկով մեծացրինք կստացվի 8900, էլի 17։ Իսկ որ ասում անվերջատ օրինակ, կարանք ընդամենը վերցնենք այս օրինակը ու իր մեջ այս 8-երի արանքը 0-ներ ավելացնենք։ 80899։ Որ 0 ավելացրեցինք, մեկա թվանշանների գումարը չփոխվեց, չէ, 34-ը, ու էլի դառնում է 80900, էլի 17։ Ոստեղ քանի է 0 ուզում եք ավելացրեք։ Քանի որ անվերջատ կարանք ավելացնենք, անվերջատ տարբերակ կա ավելացնելու համար, բայց անվերջատ չենք կարող, թե չէ կծերանանք, կմեռնենք, բայց քանի որ անվերջատ ձև կա, ուրեմն տենց անվերջատ թիվ կա։ Չենք կարող գրենք մենք, բայց կա, էլի։ Ճիշտ է, ոչ մեկ չի տեսել այդ բոլոր թվերը։ Կարող է եւ չկա։ Չէ, լավ, կատակ իմանում կա։ Պարզեր։ Դե որ պարզեր, մի հատ սենց խնդիր լուծեք։ Էլի ձեռքերը իջացրեք, լուծեք, բարձրացրեք։ Միքայել Հարությունյան, ասա տեսնենք։ Ես սկզբից գտել եմ այն թվերը, սկզբից գտել եմ, թե երիկներ քանի թիվ կա մինչև 99, դրանք 90 հատ են։ Այդ ոնց է հաշվել։ 99-ից հանել եմ 10 և գումարել եմ 1։ Այս սենց գնենք 1, 2, 3, 9, 10, 99, այսքանը 99 հատ թիվ է, որոնցից 9 հատը միանիշ է, չէ։ Այսինքն 99-ից հանում ես 9։ Այդ որ ասում ես 99-ից հանում եմ 10, գումարում եմ 1, այդ 1 գումարելու բացատրությունը սենց է էլի գալիս, որ 99-ից իրականում պետք է հանես 9, չէ։ Այդ 9-ը ինչ 99-ից հանես 10, գումարես 1, էլի։ Լավ, հետո։ Հետո ես 90-ը բաժանել եմ 2-ի և գտել եմ, որ 90-ի մեջ կան 45 թիվ, որոնք բաժանվում են 2-ի։ Այնուհետև ես 90-ը բաժանել եմ 3-ի և գտել եմ, որ 90-ի մեջ կա 30 թիվ, այդպես։ Որ բաժանվում են 3-ի։ Այո, բայց սրանց մեջ կան թվեր, որոնք կրկնվում են։ Օրինակ։ Օրինակ հենց 30-ը։ Ճիշտ է։ Քանի հատ կա կրկնվող։
Կրկնվող կա 15 հատ։ Այդ ոնց ես հաշվել։ 45-ից հանել եմ 30-ը։ Խի։ Չէ, կրկնվող 30 հատ։ 30 հատ 3-ի բաժանվողներն են։ Ոնց կարա կրկնվողներ 30 հատ։ Չէ, ես սենց է, ավելի հեշտ սենց կարանք հաշվենք, որ 90-ից բաժանում ենք 2-ի 45, միանգամից 45-ն է բաժանենք 3-ի, որ դրանց մեջ գտնենք, թե 3-ի քանի բաժանվող թիվ կա։ Տենց էլ կլինի, բայց տենց իրականում մի քիչ հիմնավորման կարիք ունի։ Հիմա դրա մասին չխոսանք, բայց այս նույն տրամաբանությամբ կարաս ուղղակի ասես 6-ի բաժանվողների քանակը հաշվելու համար պետքա բաժանեմ 6-ի, չէ, 90-ը։ Որը ստացվում է 15։ Հիմա փորձենք մի հատ այս դիագրամներով պատկերենք այս խնդիրը։ Մեր ամբողջ 90 հատ երկնիշ թվերը սրանք են։ Դրանց մի մասը բաժանվում է 2-ի, մի մասը բաժանվում է 3-ի։ Մեզ պետքա գտնել այդ դրանցից դուրս գտնվող թվերը, չէ՞, որ ոչ 2-ի են բաժանվում, ոչ 3-ի։ Հիմա Միքայել ասում է սկզբից հաշվենք այս 2-ի բաժանվողների քանակը։ Դա 45 է։ Եկեք այս 45-ը կապույտով գրենք։ Հետո ասում է հաշվենք 3-ի բաժանվողների քանակը։ Դա 30 է։ 30-ը նարնջագույնով։ Հետո ասում եմ մի հատ էլ հաշվենք այս իրանց ընդհանուր մասը, որ համ կապույտ էր, համ դեղին ինչքան է, դա 15 է։ Բա հետո Դա 15 է, այնուհետև մենք 90-ից կհանենք 45-ի և 15-ի գումարը։ հա, ասում ես հիմա ուրեմն հաշվենք այսքանը ու 90-ից հանենք էդի, չէ՞։ Իսկ այսքանը, որ մի հատ իրանց մեջ թվերը գրենք, ստեղ 15 հատ է։ Քանի որ դեղիններում 30 հատ էր, որոնցից 15 հատը ստեղ են, ուրեմն դեղինների մնացած մասն էլ է 15 հատ։ Սրանք էլ 30 հատ են, չէ՞։ Ուրեմն այս իրանց քանակը ընդհանուր լինում է 30 պլյուս 15 պլյուս 15, այսինքն 60։ Ուրեմն 60 հատ թիվ կա մեջերը, 90-ից հանած 60 հատ էլ կա դրսերը։ Հավասար է, այս էլ կարմիրով գրենք, որտեղ կարմիրով ենք ներկել։ Բարձր։ Հարց կա։ Եթե չկա, եկեք ձայնագրությունն անջատեմ։